Ոստիկանության համակարգ մուտք գործելու համար կհանվի տարիքային վերին շեմը։ Հիմա ծառայության կարող են անցնել 18-ից 35 տարեկան անձինք։ Նոր փոփոխությամբ հաշվի կառնվի ոչ թե տարիքը, այլ անձի որակական պրոֆեսիոնալ հատկանիշները, կարողությունները, բարեվարկությունը, ֆիզիկական պատրաստվածությունը։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը, որտեղ այս պահին կա 700 թափուր հաստիք, նշեց ներքին գործերի նախարարը։ Քրեական ոստիկանության օրինակով առաջարկում ենք ունենալ բաց ընդունելություն, որտեղ որ թե քաղաքացիական անձինք եւ թե նաեւ ոստիկանության գործող ծառայողները կկարողանան մասը կազմել այս ընդունելության, եթե ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող կավարտեն կրթական process-ը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված եւ կշարունակեն ծառայությունը համայնքային ոստիկանության տեսանկյունից։ Փոփոխությունն ըստ նախարարի կբարձրացնի ծառայության գրավչությունը, թույլ կտա 200,000 դրամի փոխարեն ստանալ մոտ 500,000 դրամ։ Ծառայություն ընդունված աշխատակիցը 6-ի փոխարեն ատեստավորման կարող է մասնակցել 2 ամիս անց։ Վարչապետը անդրադարձավ ծառայության անցնելու գործող սահմանափակումներին։ Այսինքն ինչ որ մեր այդ մարդու կոնտրոլից դուրս է, մենք ասում ենք, քեզ չենք ընդունում։ Ինչը ցույց է տալիս ինչքանով է ինքը կարգապահ, ինչքանով է իր վրա ի վիճակի աշխատել, դա ասում ենք, հա ոչինչ, նորմալ է։ Սա ֆունդամենտալ բան է, մեր մտածողության ձևերի դեֆորմացիաների մասին է մտածում։ Ես չգիտեմ, եթե այդ բանի բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք։ Այսինքն ինչ, որ մարդը ենթադրենք 130 սանտիմետր է բոյը։ Հիմա բնությունը իրան տենց է ստեղծել, ինչ։ Գնա ոստիկանություն, ասեն դե բոյդ կարճ է, գնա դպրոց, ասեն բոյդ կարճ է, գնա ուր գնա, ասեն բոյդ կարճ է։ Բա ինչ անի այդ մարդը լավ։ Այսինքն չենք հարցնում, դու ի վիճակի ես այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունես, թե չունես, եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այս տրամաբանություն, բայց խնդրեմն այդ չի, խնդրեմն այն է, որ 7 տարի է մենք սրա մասին մտածում ենք ու երբեմն վախենում ենք բարձրաձայնել։ Վարչապետ Փաշինյանը տարիքային շեմ սահմանելը համարում է ոչ տրամաբանական, կարևորում անձի ֆունկցիոնալության օբյեկտիվ գնահատումը։ Ժողովրդագրության ռազմավարության մեջ ասում ենք, բա մեր ժողովրդագրական վիճակը հաշվի առնելով մենք պետք է բան անենք, մարդկանց ներգրավենք։ Հետո գալիս ենք ասում ենք համայնքային ոստիկանությունում այսքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք։ Մեխանիզմներ կան, որ թոշակի տարիքի գտնվող մարդկանց անձանց ներգրավելով մենք փորձենք համակարգերը այնպես կառուցել, որպեսզի թոշակի հետաձգման մեխանիզմներ դնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք ճկուն պետք է առնենք։ Առաջարկվեց քննարկել նաև պայմանագրային ծառայության անցնելու համար սահմանված տարիքային սահմանափակումը վերացնելու հարցը, կթվայնացվեն տրանսպորտային միջոցի առողջարքի, նվիրատվության հիմքով սեփականության իրավունքի փոփոխման գործընթացները։ Վաճառողը թվային հարթակով կընտրի մեքենան, որը պետք է վաճառվի, ինքնաշխատ եղանակով կկազմվի առողջարքի պայմանագրի նախագիծը։ Վաճառողն ընդհանրապես կֆիքսի մեքենայի գինը, համակարգը ավտոմատ կստուգի այն հետախուզվում է կամ ունի գրանցված համասեփականատեր թե ոչ։ Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից եւ այլևս անհրաժեշտություն չի լինի այցելել հաշվառման քննական կենտրոններ։ Սարգսյանի խոսքով նախարարությունն այժմ ծառայում է որպես կադաստր լիզինգից բխող պարտավորություններից գրանցման, մեքենաների գրավադրման դեպքում գրավի իրավունքի գրանցման համար։ Եթե պայմանական վարկով տրանսպորտային միջոց է անձը ձեռք բերում, ֆինանսական կազմակերպությունը բնականաբար գրավի իրավունքը պետք է գրանցի մեզ մոտ, սա եւս ենթադրում է այցելություն հաշվառման քննական ստորաբաժանում, գրանցում եւ որպես կանոն ֆինանսական կազմակերպությունները անձին տալիս են, կոնկրետ ֆիզիկական անձին տալիս են լիազորագիր, որպեսզի նա այցելի եւ իր շահերից բխող գործարքը արդեն գրանցի հաշվառման քննական ստորաբաժանում։ Դա եւս կդառնա ինքնաշխատ։ Նախատեսվում է նաեւ մեքենայի համարանիշը քաղաքացուն փոխանցել փոստային առաքմամբ։ Հաշվառման վկայագրերը եւս կլինեն թվային հարթակում գեներացվող տեղեկություն։ Վարչապետը անդրադարձավ Էրեբունու ավտոշուկայում տիրող իրավիճակին, որը նկատել են Ուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն այցելելիս։ Եթե հաշվի առնենք, որ մինչև նոյեմբեր էլ ենթադրում ենք, որ քաղաքացիների առնվազն մեծ մասը ունենալու է նույնականացման քարտ, հիմա ինչքանով է մեր այս համակարգը աշխատում, կարող ենք գնալ Էրեբունիում տեսնել։ Եթե այնտեղ քչացել է, այդ ամեն ինչը նշանակում է on-line վաճառքների ծավալները մեծացել է։ Գիտեք ինչ կարա տեղի ունենա, որ Էրեբունի այդ հատվածում բանորով, սմարթֆոններով ուղղակի սկսեն արքուվաճառք անել, այսինքն ամեն շարունակի այնտեղ մնալ, ուղղակի հաշվառման քննական կենտրոն չգնալ։
Շատ լավ, բայց այդ process-ներին էլ է պետք է հետևել։ Գուցե այդ իրավիճակի հետ պետք է համակերպվել, այնտեղ գնալ ավելի լավ պայմաններ ստեղծել։ Այդտեղա, դե ավանդույթը տեղա հաստատված, գուցե գնանք այդտեղ ուրիշ լուծումներ մտածենք ուրիշ ճանապարհ մի հատ կառուցենք, որ մենք չխանգարենք ավտոշուկայի աշխատանքին եւ նորոգենք, չգիտեմ, կարգի բերենք, էս անենք, այն անենք, դա էլ է տարբերակ։ Հեղափոխության 7-րդ տարում հետահայացնելով Փաշինյանն ընդգծեց, հեղափոխությունն ամենահեշտն է, փոփոխություն անելն է դժվար։ Կրթվել նորաձև է բանախոսությունների շրջանակներում։ Ես անդրադարձա այդ թեմային, երբ որ այո, կարող է հնչել, որ հեղափոխությունը սրա համար էին կարել, եւ ես այդտեղ մի միտք ասացի, որը մոտավորապես հետեւյալն էր, որ իրականում մենք իշխանությունը փոխել ենք Հայաստանում, բայց մենք մեզ փոխել ենք։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հիմնախնդիրները տեսնելու, դիտարկելու, լուծումների բանաձևերը գտնելու հարցը։ Հիմա երբ որ մենք գնանք մեր ավտոմեքենաների տրանսֆերի ուսումնասիրությունը անենք, կարող է պարզվի, որ նրան մի հսկայական տոկոս ունենք ավտոմեքենաների նվիրատվությունների եւ այլնի։ Ինչու՞, որովհետեւ ձեր ասած դիլերը ինքը պետքա աշխատի հարկային դաշտում կամ շրջանառության հարկ, չնայած դժվար է պատկերացնել ավտոմեքենայի վաճառքը շրջանառության հարկի դաշտում, որովհետև ոնց էլ անենք 112 միլիոն դրամը գերազանցելու։ Դա նշանակում է պետք է վճարի ավելացված արժեքի հարկ եւ այլն։ Հիմա այդ տեղը եկանք բուն պետական թեմային հասանք։ Այդ տեղը ինչի է այդքան գրավիչ, որովհետև այնտեղ ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ եւ ընդհանրապես հարկ չկա, կամ հիմնականում չկա, կամ դե հիմի այստեղ արդեն եկանք հասանք, իսկ ուր է նայում պետական եկամուտների կոմիտեն, իսկ ուր է նայում ոստիկանությունը, իսկ ուր է նայում Երևանի քաղաքապետարանը, իսկ ուր են նայում տեսչական մարմինները, իսկ ուր է նայում սննդի անվտանգության տեսչական մարմինը, որտեղ այդ պայմաններում չի կարելի սնունդ վաճառել։ Եվ մենք բոլորս ուր ենք նայում։ Եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից 7 տարի անց մենք դարձել ենք կոնֆորմիստ։ Եվ ես սրա այդ խնդրեմ ունեմ։ Եվ հույս ունեմ բոլորդ է խնդրեմ ունեք։ Այստեղ է մեր կոնֆորմիզմը։ Զուգահեռ անարդարել չլինեմ մեր նկատմամբ, մենք որոշումներ ենք կայացրել, այն չի որ հիմա մի դեպքի պարագայում, որովհետև մենք ամեն ինչ մի անգամից չենք կարող փոխենք։ Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը մինչև 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին։ Մեխանիզմը սպանդանոցային մորթը խթանելու համար է, զեկուցեց էկոնոմիկայի նախարարը։ Ոնց ենք մենք հավաստիանալու, որ այդ խոշոր եղջերավոր անասունը իրոք մորթվել է։ Եվ դա մեր այդ դրոշմավորման ծրագիրն է մեզ գալի օգնում, այսինքն թիվը տեսանք, թիվը հանեցինք շրջանառությունից, այսինքն թվով են կողմնորոշվել, ուրիշ ինդիկատոր մենք չենք ունենում։ Ուրիշ ինդիկատոր չկա, կա անասուն, որը ունի իր ականջապիտակը։ Այդ ականջապիտակը, նախ պետք է այդ ականջապիտակը երևա, որ այդ պահին այդ անասունը մինչև այդ եղել է, դրանից հետո դուրս եկավ, այսինքն գնաց մորթ, եւ իր ականջապիտակն էլ է գալիս։ Երկրորդը անդորագրի պահն է, շատ կարեւոր։ Որոշումների կայացումներից շատ ավելի վարչապետը կարևոր է համարում հետևողականությունը։ Փոխվարչապետ Խաչատրյանի խոսքով որոշումների նպատակն է բնակչությանը ապահով ճանապարհով մատակարարել մսամթերք, կանխել հնարավոր հիվանդությունները, որոնք կարող են կենդանիների մորթի ժամանակ փոխանցվել բնակչությանը։ Տարեկան մորթի է ենթարկվում 220,000 խոշոր եղջերավոր կենդանի, իսկ սպանդանոցային մորթի է ենթարկվում 22,000։ Այսինքն ընդամենը 10%։ Ամենաճիշտ կարճ ճանապարհը նա կլիներ, որ գնայինք տեսչական գործառույթը, որի մասին դուք էլ նշեցիք, ուժեղացնենք եւ շուկայում, որտեղ միսա շուկայահանվել, թույլ չտայինք, որ սպանդանոցով չբերված եւ ապահով տրանսպորտային միջոցով միսը հանվի եւ վաճառվի մարդկանց։ Նիստի ավարտին վարչապետը ընթերցեց շրջանառության հարկի նոր դրույքաչափերը հաշվարկելու մասին քաղաքացու նամակի պատասխանը։ Հարցը ներկայացրել էր ապրիլի 10-ի նիստում։ Նամակը վերահասցեագրել Պեկին ու ֆինանսների նախարարությանը։ Մայա Խաչատրյան, լուրեր։